Քանի որ Նիկոլը ինքը մարդ չի, նա տեսակով առնետ է, նա իրեն առնետել զգում է ամեն տեղ, օրինակ ուշադրություն դարձրեք մայիսի 9-ի շքա հանդեսի արարողության ժամանակ, նա այդտեղ էր հայտնվել առնետի կարգավիճակով, ոչ թե վարչապետի, որտեղ նա իր վրա էր քաշել մի չուլկայանման բարձի երեսի նմանվող գլխարկ, որը քաշում են հիմնականում առնետների վրա, և իր այդ չուլկիով գնացել կանգնել էր նախագահների կողքը, գլուխը կախած, աչքերը կախած, որպես մի առնետ, որին այսպես ժողովրդական ասած են պոլի փայտով ենքան են ծեծել, որ նա գնացել է մի անկյուն և կախել է աչքերը ու նստել սպասում է իր մեռնելուն։ Իրականում առնետների գլխավոր առնետը Նիկոլիկը շատ մեծ տառապանքով սպասում է իր մահվան և նա երևի մեկ-մեկ մտածում է ավելի լավ էր մեռնեի, քան հասնեի այն օրին, որ ինձ առնետ ասեին, մեր ալիքը նոր չի, այն ունի 300 բաժանորդ և ես կարծում եմ իրավունք ունեմ այս իշխանավորներին և հատկապես գլխավոր գերագույն առնետների հրամանատար Նիկոլ Փաշինյանին անվանել հայոց գերագույն առնետ, քանի որ նա կրծեց ամեն ինչ, ինչ որ հնարավոր էր, ինչպես է չէ առնետը մտնում, ասենք, պահեստ, ալյուրի պարկ է կրծում կամ ասենք հացահատիկ է կրծում, հետո գյուղացին գալիս է և լացակումած, տխուր հաշվում է իր վնասը։ Հիմա առնետը բերել է իր հետ մնացած առնետներին, անվանել է այդ առնետների խմբին քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, նրանք բոլորն են առնետներ առանց բացառության, բացի մի քանի առնետից երևի, որոնք ժամանակին դուրս եկան քաղաքացիական պայմանագրից, չնայած նրանք էլ են առնետներ, ուղղակի նրանք փոշմանած առնետներ են, այսինքն կա առնետ, որը ինքը իրենից փոշմանում է, օրինակ առնետին երբ որ տրորում ես ոտքով, նա փոշմանում է, որ ծնվել է։ Հիմա այս առնետներին մենք պետք է դաստիարակենք, դաստիարակելու համար պետք է սկզբում միավորվենք, դրա համար սեղմեք մեր բաժանորդագրվելու կոճակը, լսեք մեզ և կոմենտներ թողեք։